Իսկ ես շտապում եմ ներկայացնել մեր այսօրվա վերջին թեման, որը կոսմետոլոգիան է, էսթետիկ պրոցեդուրաներ, տրանսկոնյուկտիվալ բլեֆարոպլաստիկա։ Եվ այսպես իմ հյուրն է պլաստիկ վիրաբույժ Նարեկ Հովհաննիսյանը։ Ողջույն։ Ողջույն։ Շնորհակալություն, որ օրս սկսեցիք մեզ հետ, եւ իսկապես վերջերս շատ նորաձև են դարձել կոսմետիկ միջամտությունները։ Շատ։ Եվ որպես բժիշկ, ինչ խորհուրդ կտաք, ինչ շտկումներ, որ դեպքերում շտկումներ կատարել ֆիլերներով կամ բոտեքսներով, եւ որ դեպքում միայն դիմել վիրահատությանը։ Շնորհակալություն հրավերի համար, այս գեղեցիկ տաղավարում իրականում ճիշտ է, շատ պոպուլար են դարձել, դրա պատճառներից մեկը հասանելիությունն է, համացանցը եւ մեծ ինֆորմացիան։ Ամեն դեպքում ամեն ինչ պետք է անել ըստ ցուցման, ըստ բժշկական կամ ըստ էսթետիկ ցուցումների։ Եվ ըստ տարիքի։ Եվ ըստ տարիքի միանշանակ եւ պետք է դիմել ճիշտ միջամտության ճիշտ տարիքում։ Բնականաբար ինյեկցիոն տեխնոլոգիաները Եվ ճիշտ բժշկի մոտ։ Դա էլ կա, որովհետև կոսմետոլոգը երբեմն կարող է իրականացնել բլեֆարոպլաստիկա։ Բացառվում է, դες բան պետք է չլինի ընդհանրապես։ Իհարկե պետք է դիմել ճիշտ բժշկի, ճիշտ ժամանակ եւ ճիշտ միջամտության։ Կան տարբեր միջամտություններ, չկարող պատկերացնել ինչ շատ են, ինչ բազմազան են, եւ վիրահատական, ոչ վիրահատական, գործիքային, լազերային, այնքան շատ են, որ բոլորս նույնիսկ մենք չգիտենք ամբողջությամբ ինչ միջամտություններ կան։ Չենք հասցնում իմանալ։ Եվ պետք է ասեմ, որ ինյեկցիոն տեխնոլոգիաները, այսինքն բոտոքս ֆիլերը, դա չի փոխարինում վիրահատությանը եւ հակառակ, հա։ Բոտոքսը բոտոքսն է, ֆիլերը ֆիլերն է, բոտոքսով շրթունքներ չեն մեծացնում, ֆիլերով շրթունքները մեծացնում են։ Բայց այսօր զրուցել ենք բլեֆարոպլաստիկայի մասին։ Եւ ամենակարևորը, որ տարիքային փոփոխությունները հնարավոր լինի ժամանակի ընթացքում կանխարգել է եւ ավելի ուշ տարիքում դիմել վիրահատական միջամտության։ Բայց հասկանանք, թե ինչով են միմյանցից տարբերվում բլեֆարոպլաստիկան եւ օրինակ այդ տրանսկոնյուկտիվալ բլեֆարոպլաստիկան։ Բլեֆարոպլաստիկան ինքը վիրահատություն է, որը ուղղված է պերիօրբիտալ, այսինքն աչքի շուրջ զոնայի երիտասարդացմանը, ավելցուկ եւ կոփերի շրջանում եւ ներքևի հատվածում։ Եվ վերին եւ ստորին կոփերի շրջանում, այո, երիտասարդացմանը, տարիքային փոփոխությունների վերացմանը, ավելցուկ մաշկի հեռացմանը, ավելցուկ ճարպի հեռացմանը եւ ավելի երիտասարդ տեսք կամ երիտասարդ հայացք ունենալու։ Բլեֆարոպլաստիկան կարող ենք բաժանել վերին, ստորին բլեֆարոպլաստիկայի։ Գոյություն ունի շատ հետաքրքիր մեթոդ, վիրահատություն, դա տրանսկոնյուկտիվալ բլեֆարոպլաստիկան է, որը հիմնականում արվում է այն պարագայում, երբ պացիենտի մոտ ստորին կոպերի շրջանում չկա մաշկի ավելցուկ։ Վերջ։ Բայց կան գրիժաներ, այդպես են այտուցվածություններ, որոնք որ շատ վիզուալ դեմքին տալիս են տարիքային ավելի բարձր տարիքային տեսք։ Եվ երիտասարդ կանայք աղջիկները շատ են նեղվում դրանից եւ քիչ ինվազիվ վիրահատական միջամտությամբ, այսինքն լուրջ տրավմա չհասցնելով օրգանիզմին, մաշկի վրա չթողելով որոշակի սպիեր, կատարում ենք այդ ճարպային ավելցուկների հեռացում։ Լորձաթաղանթի աչքի լորձաթաղանթի վրա կատարվող փոքր անցքերի միջոցով։ Ինքը ավելի կարճ վերականգնողական շրջան ունի եւ շատ ավելի գեղեցիկ արդյունք է ստանում երիտասարդների պարագայում։ Մեր զրույցի հենց սկզբում նշեցիք կան լազերային տարբերակներ, այ մեկը մյուսից ինչով են տարբերվում՝ վիրահատական բլեֆարոպլաստիկան եւ լազերայինը։ Իրականում լազերային սարքը մտավ բժշկության մեջ եւ շատ ուժեղ արձագանք ունեցավ։ Դա մեթոդ է, որը որ պետք է կիրառի այն բժիշկը, որ ունի համապատասխան փորձ եւ ուսման համապատասխան ուսում է անցել, ինքը սարքին ծանոթ է, այո։ Բոլոր մեթոդները ունեն իրենց դրական բացասական կողմերը։ Լազերային բլեֆարոպլաստիկան ինքը ավելի շատ ըստ ինձ, հա, ըստ եւ ոչ միայն ըստ ինձ, ըստ շատ մասնագետներում մենք շփվում ենք Հայաստանից դուրս շատ մեծ փորձ ունեցող, ինքը լայն կիրառում դեռ չի գտել, զուտ նրա համար, որ երևի չկա ոչ մի առավելություն սովորական կլասիկ բլեֆարոպլաստիկայի հետ համեմատ, բայց ինքը կա, ինքը պետք է լինի եւ կարծում եմ, որ ավելի լայն կիրառում կունենա։ Իսկ Հայաստանում իրականացնում են լազերային բլեֆարոպլաստիկա։ Կան մասնագետներ, որոնք որ կատարում են նմանատիպ գործողություններ։ Հետաքրքիր, ինչ բարդություններ կարող են առաջանալ բլեֆարոպլաստիկա վիրահատությունից հետո։
շատ բարդություններ կարող են առաջանալ։ Ամենատարածված խնդիրները երևի մաշկի կոպի թուլությունն է, կոպի կախվածությունն է եւ երևացող ոչ ճիշտ դիրքում տեղակայված սպիերը, որոնք որ դեմքին տալիս են ոչ էսթետիկ տեսք։ Դրանք բարդություններն են, բայց ընդհանուր առմամբ եթե որևէ մեկը դիմում է բլեֆարոպլաստիկայի, արդյոք այդ սպիները պետք է Երևան կարող են երևալ, թե ընդհանրապես պետք է չերևան։ Նայեք, ուրեմն, եթե մաշկի վրա կատարվում է կտրվածք, սպին անպայման մնում է։ Դա բնությունն է տենց ստեղծե մարդկանց եւ ոչ միայն մարդկանց մոտ։ Այն միտքը, որ հանդիպում ենք, երբեմն մենք էլ ենք հանդիպում մեր գոլեգաների կողմից գրած, որ սպիեր չեն լինում, դա չկա տենց բան, սպիեր միշտ լինելու են։ Հարցը նրա մեջ է, որ այդ սպիերը պետք է տեղակայվեն նեն զոնաներում, որոնք որ քիչ նկատելի են։ Ես միշտ պացիենտներին ասում ենք, որ սպիերի հարցում մի մասը կախված է մեզանից, մի մասը ձեր օրգանիզմից։ Բնականաբար կարծում եմ, որ պլաստիկ վիրաբույժները գրեթե բոլորը կամ բոլորը կատարում են այնպիսի կայարանյութեր են օգտագործում, այնպիսի ձև են աշխատում, որպեսզի սպիերը լինեն մաքսիմալ նուրբ։ Բայց երբեմն լինում են օրգանիզմի առանձնահատկություններ, որոնք որ անկանխատեսելի են։ Դա էլ կարող ենք համարել բարդության ինչ-որ մի մաս։ Ինչպես է ընթանում վերականգնման ընթացքը եւ ժամկետը։ Բոլորին կարծում եմ հենց դա է երևի թե հետաքրքիր։ Բոլորը հարցնում են, երբ գնալ աշխատանքի, երբ Այո, գալիս ես դիմում ես բլեֆարոպլաստիկայի, երբ կարող ես դուրս գալ տանից գնալ աշխատանքի։ Շատ անհատական է։ Սովորաբար ասում ենք, որ դեմքի վրա կատարվող վիրատությունները, էսթետիկ վիրատությունները որոշակի վերականգնողական շրջան ունեն, շատ երկար չէ, մոտավոր 1 շաբաթից մինչև 10-15 օր երբեմն, բայց կարող է լինել ավելի քիչ, կարող է լինել շատ ավելի շատ։ Դա կախված է օրգանիզմի տարբեր առանձնահատկություններից։ Լինում են այտուցները դժվար են անցնում, լինում է պետքա միջնորդենք, որպեսզի այտուցները տարբեր միջամտություններ անենք, որպեսզի այտուցները ավելի հեշտ անցնեն։ Սովորաբար 1 շաբաթից մինչև 10-15 օր։ Իսկ բլեֆարոպլաստիկայից հետո փոխվում է աչքերի ձևը, հայացքը։ Եթե հայաց ասելով նկատի ունենք այդ զոնայի պերիօրբիտալ, հարակնային զոնայի ընդհանուր տեսքը, իհարկե փոխվում է, դեպի լավը փոխվում է։ Ամբողջ նպատակը։ Բայց շատ է ձևափոխվում մարդը։ Եթե մեր առաջ դրած չէ խնդիր փոխել աչքերի կտրվածքը, ապա ոչ։ Աչքերի կտրվածքը պետք է չփոխվի։ Բայց երբեմն կարող են այնպես անել, որ փոխվի։ Այո, կա նման ռիսկ, այդ ռիսկը միշտ կա բոլոր բժիշկների մոտ, բայց դրա փորձի հետ մեկտեղ, դրա իհարկե բժշկությունը ինքը վախենալու է, փորձի հետ մեկտեղ այդ ռիսկը դառնում է շատ ավելի քիչ։ Իսկ որոնք են բլեֆարոպլաստիկայի ռիսկերը։ Հետվիրատական խնդիրների նկատի ունեք։ Գիտեք, իրականում որպես կանոն վիրաբուժական բարդություններ, այսինքն արյունահոսություններ, վերքերի բարդություններ, թարախակալումներ գրեթե չեն հանդիպում։ Կարող է լինել շատ հեռացված մաշկ, որը բերի ստորին կոպի իջեցման, թարչային եզրի իջեցման։ Կարող են լինել սպիերի ոչ ճիշտ տեղակայում երևացող սպիեր։ Կարող է լինեն ավելցուկ հատվածների, ավելցուկ մաշկերի մնալը, որը նույնպես կարելի է համարել որոշակի կարգով բարդություն։ Եկեք հուսանք, որ բարդություն չենք ունենա։ Իսկ կան հակացուցումներ դիմելու դեպքում։ Իհարկե, բոլոր միջամտությունների մեջ կան հակացումներ։ Իրականում բլեֆարոպլաստիկան ծավալով ինքը մեծ վիրատություն չէ եւ հնարավոր է կատարել եւ ընդհանուր անզգայացման եւ տեղային անզգայացման։ Բոլոր այն հիվանդությունները քրոնիկ, որոնք գտնվում են դեկոմպենսացիայի շրջանում, այսինքն կարգավորված չեն, դրանք կարող ենք համարել հակացուցում եւ պետք է համարենք հակացուցում եւ կատարենք այդ հիվանդությունների կորեկցիա, շտկում, օրինակ, ճնշման բարձր ճնշումը, բարձր զարկերակային ճնշումը, հա, պետք է կարգավորվի ճնշումը, նոր գնանք վիրատության։ Շաքարային դիաբետը չկարգավորված, պետք է կարգավորվի, նոր գնանք վիրատության։ Շատ տարբեր այլ հիվանդություններ։ Իսկ տարիքային սահմանափակում։ Մենք երբ որ անցնում էինք համալսարանում, միշտ գրած էր բոլոր դասագրքերում, որ տարիքը երբեք հակացություն չի համարվում ոչ մի գործողության համար։ Բայց ես ասեմ, ես վերջերս ունեցել եմ պացիենտ 19 տարեկան տղա,
ում կատարեցի վերին բլեֆարոպլաստիկա ու երբ որ քննարկում էինք մենք մեր գոլեգաներով, բոլորս հենց շատ զարմացած էին։ Բայց երբ որ ես ցույց տվեցի մինչև նկարը, ինչ է եղել այդ տղայի մոտ, բոլորը համաձայնվեցին։ Այո, այդ տարիքում գնում են այն պատճառներով, որովհետև իրոք կա ցուցում շատ վերին կոպեին ու ինքը ուներ արտահայտված մաշկի կախվածություն, որ փակում էր տեսադաշտը, այո։ Ոչ մեկը այդպես դեպք չէինք տեսել։ Շնորհակալություն, արդեն իսկ պատկերացրեցինք ես եւ նաեւ հերոստատիտողը, թե ինչ է իրենից ներկայացնում բլեֆարոպլաստիկան։ Շատ գեղեցիկ պրիատություն է, շատ։ Շնորհակալություն։ Ձեզ շնորհակալ եմ։ Իսկ մենք սիրելի հերոստատիտողներ անցնենք առաջ եւ լսենք երաժշտություն։